Երեք բանի մասին եմ ուզում խոսեմ, դիվանը, թե ինչ ճանապարհ եւ ինչ ճակատագիր ունեցավ եւ ինչպես եղավ, որ դիվանը ի վերջով բացվեց եւ հրատարակվեցին բոլոր գրքերը, ոչ թե Կոստանդինոսյանը եւ Իտալիան, այլ Կոստանդինոսյանը այսօր Իտալիայում, թե ես թատրոնի հետ ինչ աշխատանքներ եմ անում, երևի հետաքրքիր կլինի նաեւ ձեզ, եւ երրորդը, ինչ կուզենայի այսքան հրատարակությունից հետո, այսքան միջոցառումներից հետո, որն է իղձը։ Ուրեմն, բացի բոլոր այն բաները, որ Կոստանդինոսյանը գրել է եւ հրատարակել են եւ պիտի հրատարակվեն, կա մի ասպարեզ շատ կարեւոր, որպեսզի կարողանանք ճանաչել ով է Կոստանդինոսյանը եւ ում հետ է ինքը շփվել եւ ինչպես է ինքը կազմավորվել։ Դա իրեն նամակներն են, այսինքն նամականին է։ Ես հույս ունեմ, որ կունենամ այնքան առողջություն եւ այնքան կյանք, որ կարողանամ դա տեսնել, դա շատ բարդ գործ է, որովհետեւ 1000-ից ավելի նամակներ կան, երևի 5-6, եթե ոչ ավել լեզուներով, տարբեր մարդկանց հետ, կարևոր, շատ կարևոր հռչակավոր եւ քիչ կարևոր մարդկանց հետ։ Դրանք պետք է ամբողջը ուրեմն բաղադրվեն, կուզենայի, որ ոչ բոլորը, բայց ուսումնասիրվեին, մասնատվեին, խմբագրվեին եւ առանձնացվեին, որպեսզի նամականիով մենք կարողանանք ավելի լավ ճանաչել Կոստանդինոսյանին։ Բոլորիդ շատ շնորհակալ եմ եւ կողմից առաջին հերթին, որ ամեն ինչը այսպես կազմակերպեց հրաշալի ձևով։ Իսրտե շնորհակալ եմ։